Ազգային ժողովում մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուին ներկայացնողը ընդդիմադիր Հայաստան խմբակցությունն էր, իսկ հարց տվողները հիմնականում քաղաքացիական պայմանագրից էին։ Մարդու իրավունքներ, արժանապատվություն, թե դրանց ոտնահարում, քաղբանտարկյալներ, թե հանցագործության համար մեղադրվողներ, գերիներին վերադարձնելու ուղղությամբ գործադրվող ջանքերի արդյունավետություն, թե անարդյունավետություն։ Քննարկվող բազմաթիվ թեմաներն անընդհատ տարուբերվում էին հակադիր բևեռներում։ Հանձնաժողովի նախագահի ընդդիմադիր թեկնածու Լիլիթ Գալստյանն իր ելույթում հայտարարեց. մարդու իրավունքների վերաբերյալ ծանր քաղաքական գնահատականները, որոնք նախկինում հնչեցրել է, չեն փոխվել։ Ցավոք գնահատականներս ոչ միայն չեն փոխվել, այլև երկրում տիրող ամենաթողության, անպատժելիության, խորացող ավտոկրատիայի համապատկերում վերածվել են երկրի սահմանադրական կարգին ուղղված լրջագույն սպառնալիքի։ Արդյոք Ուսամա Բեն Լադենը, եթե դատապարտված լիներ Հայաստանում, Լիլիթ Գալստյանն ու Հայաստան խմբակցությունը նրան կանվանեին արդար։ Հարցը հետաքրքրում էր Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանին, որը նորից աչքի էր անցկացրել ընդդիմադիր ու ընդդիմության կարծիքով քաղբանտարկյալ համարվող Արթուր Սարգսյանի գործը։ Քանի որ ձեր գործընկերոջը Արթուր Սարգսյանին, Վազգեն Գալստանյանին և մյուսներին արդար եք անվանում, որոնք դատվում են տերորիզմի նախապատրաստության գործով, որ Ուսամա Բեն Լադենը Հայաստանում դատապարտված լիներ, արդար անվանելու էիք, այս մարդիկ պլանավորում էին սյուներ շուռ տալ, ինտերնետ լարեր կտրել, անմեղ մարդկանց ակերի տակ աստղիկներ գցել ու նրանց մահացու վտանգի ենթարկել։ Այդ կարված ցուցմունքներից մեկ էլ դուք պատառիկն եք, մեկ տարբաներ եք, նախադասություն կամ բառեր եք գտնում եւ ուզում եք, որ ես գնահատական տամ, նախ ասեմ, որ այս հանձնաժողովի նախագահի պաշտոնը ոչ դատավորի եւ ոչ էլ մարդու իրավունքների պաշտպանի, ուրեմն դիրքա, փզիչ բան չի, դիրք չի եւ ոչ էլ լիազորությունն է։ Ես չեմ կարող գնահատականներ տալ, ինչպես դուք փորձեցիք անել, կտրտված փաստերով։ Եվ նաեւ կներեք, ուղղակի ես անթույլատրելի եմ համարում Բագրատ arczepiskopos Սրբազանի կոնտեքստում Ուսամա Բեն Լադենի համեմատությունը, ես կարծում եմ բացարձակապես կոռեկտ չի, եւ դուք նաեւ վիրավորում եք ինձ որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր, հավատացյալի։ Իմ կրոնական զգացմունքներն էլ օրինակ դրանից են վիրավորվում, Տիկին Գալստյան, երբ որ հայ առաքելական եկեղեցու սպասավորը իրեն պահում է ջիհադիստի պես։ Իսկ դատական վճիռներին եւ մնացածին, երբ որ գալիս եք այստեղ ու տերորիզմ պլանավորած մարդկանց մասին ասում եք արդարներ, կներեք դրանից էլ իմ բանականությունն է վիրավորվում, Տիկին Գալստյան։ Պարոն Ալեքսանյան, հենց հիմա, այս վերջին 3 րոպեներին դուք խախտում եք Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունքը, անմեղության կանխավարկածը, որը կոնվենցիոն իրավունք է։ Ծովինար Վարդանյանը մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածուին հարցրեց. ինչպես է վերաբերվում իր իսկ քաղաքական ուժի ձևավորած խոսույթին, երբ հանրությունը բաժանվում էր արժանապատիվ եւ ոչ արժանապատիվ քաղաքացիների, ելնելով մարդկանց քաղաքական հայացքներից ու նախասիրություններից։ Հասարակությունը բաժանելու, պառակտելու, արժանապատիվ եւ ոչ արժանապատիվ կամ որևէ որակումով բաժանելու գնահատականներ մեր պաշտոնական քարոզարշավում եւ պաշտոնական նյութերում, որոնք մեր նախընտրական քարոշական նյութերն են եղել, դուք այսպիսի գնահատականների դժվար թե հանդիպեիք։ Գերիների վերադարձի ուղղությամբ կատարվող աշխատանքը Գալստյանի համար տեսանելի չէ։ Ցավոք սրտի բացարձակապես չեմ կարող կիսել ոչ միայն կատարվել է առավելագույնը գնահատականը, այլև առհասարակ ինձ համար գոնե տեսանելի չեն եղել, ինձ եւ քաղաքական մեծամասնության համար եւ մեր հանրության համար տեսանելի չի եղել, թե այդ ուղղությամբ ինչ է կատարվում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից նրան հակադարձեցին, ինչպես կարելի է չնկատել 200 գերիների վերադարձը, իսկ Նազելի Բաղդասարյանն այս թեմայով խոսելիս դժվարացավ զսպել հուզմունքը։ Ես աշխատանքի բերումով վերջին 3 տարիներում բոլոր միջազգային հանդիպումներում տեսել եմ, թե այդ հարցը ինչպիսին է եղել հայրենի իշխանությունների օրակարգում։ Շատ բան չեմ կարող ասել։ Այդ թվում շատ երկկողմ հանդիպումներում։ Չգիտես ինչի այդ քաղաքական ամնեզիան ձեռագիր է դարձել։ Կհիշեք 2023 թվական դեկտեմբերի 7 Հայաստանի վարչապետի աշխատակազմի եւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի համատեղ հայտարարությունը, այնուհետև ազատ արձակված 32 գերիները։ Տիկին Գալստյան, ասում եք չեմ հիշում 2 տարի առաջ էին վերադարձել գերիները, վերջինը այս տարի հունվարին է եղել։ Ես օրերը անգիր եմ հիշում։
որովհետև հատկապես Խծաբերդի ու հին թաղերի վերադարձած յուրաքանչյուր անձի դիմավորել եմ ինքս օդանավակայանում։ Չեմ խոսել, կամերաների առաջ չեմ ասել, էմոցիոնալ ծանր է եղել։ Երբ որ հարազատները առաջին իմ հեռախոսով են խոսել իրենց հետ։ Դժվար է ինձ խոսել այս թեմայով, որովհետև եղել է լուր աշխատանք, երբ որ դուք պարզապես ամբիոններից ելույթ եք ունեցել, սա մարդկանց ճակատագիր է։ Գնացեք Շիրակ եւ 62 վերադարձած գերիների հարազատների հետ խոսեք ինչպես է եղել, ինչ գործընթաց է եղել։ Հիմա եկել ստեղ ամբիոններից ելույթ եք ունենում։ Կարող եմ տամ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների խոշտանգման հանձնաժողովի տվյալները, նամակները, գրությունները, տեսեք ինչ է կատարվել։ Այս մասին պետք չէր խոսել, բայց դուք ստիպեցիք։ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն առաջադրեց Լուսինե Բադալյանի թեկնածությունը։ Ընդդիմությունը շեշտադրեց առողջապահության ոլորտի նրա մասնագետ չլինելու հանգամանքը։ Բադալյանին ներկայացրած Տարոն Չախոյանը պատասխանեց. հանձնաժողովի նախագահ են ընտրում, ոչ թե բժշկական կենտրոնի տնօրեն։ Հավելեց, որ թեկնածուն նախկինում նույն այս հանձնաժողովում աշխատելու մեծ փորձ ունի։ Իր ելույթում Լուսինե Բադալյանն անդրադարձավ, թե ինչպիսին էր առողջապահության ոլորտը 2018 թվականին, երբ իր թիմը ստանձնեց պետական կառավարումը, եւ թե ինչ արդյունքների են հասել այս ընթացքում։ Ընդդիմադիր խմբակցությունների падգամավորների շատ հարցեր վերաբերում էին Հայաստանում հասանելի դեղերի քանակին ու որակին, առողջապահական ծառայությունների հասանելիությանը։ Ինչպես անենք, որ արտերկրից վերադառնալիս ծանոթ բարեկամների համար դեղերի կապոցով չգանք, հարցնում էր Հայաստան խմբակցության падգամավոր Մեսրոպ Մանուկյանը։ Մենք պիտի ուղղակի խիստ խորհրդարանական վերահսկողություն իրականացնենք, միևնույն ժամանակ, եթե օրենսդրական փոփոխություն կարող ենք անել, որով կարող ենք այդ աստիճան վերահսկել դեղերի որակը, այո, նման խնդիր ես կարծում եմ, որ կա, չեմ կարող կեղծել, եթե դուք լուծում գիտեք դրա, ես շատ ուրախ կլինեմ լսել եւ քննարկել եւ ձեռնամուխ լինել այդ լուծմանը ձեզ հետ միասին։ Ագնես Ախամոյանը նշեց, հիմա էլ կան մարդիկ, որոնք ունեցվածքը վաճառում են առողջական խնդիրները լուծելու համար։ Ձեր խոսքից տպավորություն էր ստեղծվում, որ խնդիրը ըստ էության լուծված է չարոյակ նորագույցություններ ունեցող հիվանդների պարագայում, այդպես չի։ Այդպես չի անգամ, երբ որ առողջապահության պարտադիր ապահովագրությունն է ներդրվել, որովհետև այո, մի քանի 100,000 դրամով գումարը ավելացել է, բայց դա հարցի լուծում չի։ Ցավում եմ, որ իմ խոսքից այնպես ստացվեց, որ ամբողջությամբ հարցը լուծված է։ Իհարկե, կան հիվանդություններ, որոնք Հայաստանի Հանրապետությունում դեռևս հնարավոր չի լինում բուժել եւ մարդիկ պիտի մեկնեն արտերկիր։ Ինչ վերաբերում է Հայաստանում բուժվելու համար կարող են անշարժ գույք ծառայել, որպեսզի Հայաստանում այդ բուժումը իրականացնեն, այստեղ ես խնդիր եմ տեսնում եւ եթե կա մասնավոր դեպք, եկեք քննարկենք։ Տիկին Բադալյան, Հայաստանում ամբողջությամբ անգամ քիմիոթերապիայի ծախսը չի փակվում, անգամ ավելացումով։ Էլի եմ կրկնում, քիմիոթերապևտիկ բոլոր դեղերը չեն, որ փոխհատուցվում են, բայց դրա վրա աշխատանք կատարվում է, բայց օգտվելով առիթից ուզում եմ ասել, որ մենք երկար քննարկումների արդյունքում դրա լուծումներ ենք հնարավոր գտել։ Մենք շատ երկար քննարկում էինք ապահովագրության համակարգի ներդրումից անմիջապես հետո արդյոք պարտադիր դարձնենք սկրինինգները, ներողություն 10 վայրկյան, սա շատ կարևոր է։ Պարտադիր դարձնենք թե ոչ, բայց առաջիկա 1 տարվա ընթացքում պարտադիր պիտի լինեն այդ սկրինինգները, այսինքն կանխարգելման վրա մենք շատ ավելի մեծ ջանք պիտի գործադրենք, որպեսզի կանխարգելենք քաղցկեղը, հիվանդության կանխարգելումը շատ ավելի հեշտ է, քան դրա բուժումը։ Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցն ավելի շատ առաջարկ էր, ներմուծվող դեղերի վերաբերյալ։ Բադալյանը պատրաստ էր քննարկել գործող մեխանիզմների բարելավման ուղղությամբ բոլոր առաջարկները։ Կարելի է վերցնել գերմանական, ֆրանսիական կամ մեծ բրիտանական փորձը, ընտրել ոչ անհայցակման դեղամիջոցներ եւ ճանաչելիության սկզբունքով հաշվի առնելով, որ այդ երկրներում առողջապահությունը նվազագույնը մի մակարդակ ավելի բարձր է, ճանաչել այդ դեղամիջոցները, գրանցել եւ սահմանվել ծանուցման համակարգ։ Դա հնարավորություն կընձեռի Հայաստանում խուսափել բազմաթիվ բյուրոկրատական ռիսկերից։ Ես առաջարկում եմ ձեր օրենսդրական նախաձեռնությունը քննարկել եւ սիրով կքննարկենք մենք եւ դրա բոլոր դրական եւ բացասական, որովհետեւ հիմա այն ինչ դուք ներկայացրեցիք, շատ մակերեսային
Միևնույն է այնտեղ եւ կան դրական լուծումների, դրական բաներ եւ կան նաեւ խնդրահարույց հատվածներ։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում տեխնացուին ներկայացնելու հերթը ուժեղ Հայաստանինն էր։ Խմբակցությունը որոշել է այդ պաշտոնում առաջադրել Արեգա Հովսեփյանին։ Իր ելույթում նա խոսեց իշխանության եւ իր ու իր քաղաքական ուժի միջև եղած սկզբունքային արժեհամակարգային տարբերությունների մասին, բայց միևնույն ժամանակ Հայաստանի ազգային շահն էր ըստ նրա սկզբունքային հարցը եւ կարծում է, որ պետական պատասխանատվությունը պետք է մշտապես գերակայի։ Հենց այս դիրքորոշումն է իրեն առաջնորդել այստեղ։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեխնացուն падգամավորների հարցերին կպատասխանի ազգային ժողովի հաջորդ նիստում։ Աննա Զախարյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։